Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են, ամենաթեժ ու լարված սերիաները դեռ առջևում են։ Հեռուստասերիալի նկարահանող ու ստեղծագործական թիմի անդամներն ամեն ինչ անում են, որպեսզի հեռուստասերիալի հերթական սերիաներն էլ ավելի դիտարժան ու հետաքրքիր դառնան։ Հեռուստասերիալում զարգացումներն էլ ավելի թեժ ընթացք են ստանում և ինչպես պարզ դարձավ հեռուստադիտողների համար, Հենրիի կենսաբանական մայրը վերադարձավ։ Բնականաբար այս ամենը շոկ էր հենց Աննայի համար, քանի որ ինչպես ինքն է նշում, նախկին շախունց է։ Իսկ սա նշանակում է, որ շախունցների ընտանիքը ևս մեկ անգամ կորցնելու է իր հանգիստը, քանի որ Հենրին շատ շուտով իմանալու է, թե ով է իսկական մայրը։ Արդյոք Հենրին կընդունի իր իսկական մորը և կգնա նրա մոտ, թե Աննային է նա ընդունում որպես իրեն մայր ու երբեք չի լքի։ Ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է, որ հեռուստասերիալում շրջադարձային իրադարձություններ են սպասվում։ Նախորդ տեսանյութերից մեկից էլ պարզ դարձավ, որ Հենրին հանդիպում է Ֆրիդայի հետ Ծաղկաձորում, որտեղ ընթանում էին հեռուստասերիալի հերթական սերիաների նկարահանումները։ Բայց արդյոք Ֆրիդան ասում է, որ Հենրիի կենսաբանական մայրն է, թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Աննան հայտնվել է ծանր իրավիճակում, ինչ պատասխան է նա տալու Ֆրիդային։ Բնականաբար նա հենց այնպես չի կարող այս ամեն ինչը թողնել և ևս մեկ անգամ պարզ է դառնում, որ շախունցների ընտանիքի հանգիստն ուղղակի խախտվել է։ Բագրատն էլ մյուս կողմից ձեռքերը ծալած չի նստելու ու պարզելու է, թե ինչ կապ կա Անգելինայի ու Հենրիի միջև, որ նրանց ընտանիքներն այդքան դեմ են։ Նա պարզելու է, թե ինչու են Միքայելն ու Հենդոն ամեն ինչ անում, որ Անգելինան ու Հենրին միասին չլինեն։ Բագրատը միամիտ չէ ու համոզված է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, թե չէ նման կերպով նրանք դեմ չէին լինի այդ սիրուն։ Բայց մինչ այդ հետաքրքիր իրադարձությունները դեռ առջևում են, մնացեք մեզ հետ ու միասին կբացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները քիչ անց։ Նկարահանման է, նկարահանման ենք։ Կելա օգնի, աջակցի։ Սա ինքը այս պահին նկարահանում չունի, բայց սարի պես մեջքներից կանգնած օգնում։ Չէ, իրական պատրաստում ենք գրիլյան գնա մյուս կադրին ու հաց ուտենք։ Խափում ագնում ենք նկարահանման։ Տեսեք գիրք եմ կարդում։ Ուզում եմ ասել, որ երեկվա ստորից հետո, այսօրվա ստորից հետո մոտ 300+ մարդ գրել է ինձ լավ բաներ։ Ես հիմա ոնց այդ լավերի կողքին այս մի հատ վատը տեսնեմ, դուք ինձ ասեք։ Մարդ, որ սենց հետևորդներ ունի, սենց բանակ ունի ուժեղ, ոնց կար այդ մի հատ վատից ընկճվի կամ մնացած թեկուզ 10 հատ վատից ընկճվի։ Դուք իմ կյանքում ինձ սովորացրել եք գնալ դեպի դրականը, կուլ տալով բացասականը։ Հասկանում եք, դուք ինչ ուժեղ բան եք ինձ սովորացրել։ Դուք ձեր լավ դրական մեկնաբանություններով, նենց որ ես ձեզ շատ սիրում եմ, շատ գնահատում եմ ձեր արածը։ Բարի կեսօր սիրելիներս, անկեղծ ասած ձեզ շատ եմ կարոտել ու այս ընթացքում, այս եթերային դադարի ընթացքում ես բազում հարցերի լուծումներ տվեցի, կարգավորեցի անձնական կյանքս եւ ամենակարևորը հավաքեցի ավելորդ քաշ, որից սկսում եմ ազատվել, որովհետեւ պետք է սկսենք նախագծեր, հեռուստասերիալներ, 25 մասանոց ֆիլմեր, նշեմ հովանավորները եւ նկարահանման տեխնիկան ամբողջ ընթացքի մեջ է եւ արդեն կարծում եմ մոտ ամիսներ հետո եթերային դադարը կավարտվի եւ Ասլանյանը իր լավագույն ֆորմեն դե գիտեք որն է, մարմնի կառուցվածքը կվերադառնա եթեր։ Նշեմ այս ընթացքում շատ են եղել առաջարկները, բայց քանի որ ես պատրաստ չեմ եղել թե հոգեպես, թե ֆիզիկապես նկարահանվելու, այդքան նախագծերից հետո։ Ուրիշ կերպ հնարավոր չէր։ Հնարավոր է։ Հնարավոր չէր։ Ասեմ նա։ Պետք է
Միշտ մարդը պետք է տարբեր բաներ կարդա, որովհետև ինտելեկտուալ մենակ այդ ձևով զարգանում, ոնց որ կարդամ վերջացնեմ, լավ տողերով կկիսվեմ։ Միշտ օրվա վերջում այս մասերից, որ առանց պուդրա անելու, միանգամից թացի վրայից սուխոյ գնդվում է, լավ չի նստում։ Հիմա մեր գալինը չկան, գրիմյոր ասաց մի հատ պուդրա դիր ամբողջի վրայից, ու նոր հետո չորերով անցի։ Ու այսինքն ես ինձ սպոնջիկով եմ դնում, ճիշտ ասած, ու այսինքն սա դնում ենք ստեղ ֆեյստից հետո իմ համար ուրիշ չոր բրոնզոր չկա, ես չեմ ճանաչում ուրիշ չոր բրոնզոր, հենց դա տարբերությունը։ Կստати նկարահանումներով շուտով գնում ենք ուրիշ երկիր։ Իմ դեմքը շատ չի սիրում, բայց չգիտեմ ինչու։ Քանի որ ցավոք սրտի դուրս չեմ կարող անել, որտեղ տեսարանով այնտեղ լացած բան այդ վիճակներն էր, անում ենք շատ քիչ highlighter, միսակի ականջից հեռու, որտեղ կամերայով չի կարելի highlighter։ Բականեր, կհանդիպեք ստորիներում պլաշատկայից։ 3 նկարահանումներն ավարտեցինք գիշերը 2-ին։ Հիշում եմ, որ սենց եկան մամանս աման հետևիցս իջատուն ու չեմ հիշում ոնց եմ քնել, այդտենց հոգնած էի, բացի այդ լացելու տեսարաններ էր, մինչև մա աչքերս ուռած է բորբոքվել, այնքան եմ լացել։ Ու ինչու՞մն է իմ սթորիի միտքը, որ ոլորտը կապ չունի, անկախ ոլորտից ոչ մեկս հաշվի չենք առնում դիմացինի կատարած աշխատանքի ծավալը, տանջանքը։ Ուղղակի հետո մեկնաբանելուց սենց մեր համար ոտներս գցած հանգիստ դիրքով ինչ պետք է ասում ենք, բայց ոչ մի բան հաշվի չենք առնում։ Լավ չի, անարդարությունը երևի կյանքի հենց այդ կետում է։